մեր ամենակարող Աստծուն, Слава нашему всемогущему Богу, որ Աստված օրհնել է մեր կյանքը։ что Господь благословил нашу жизнь. Բարձրապես շատ անգամ մենք օրհնության ճանապարհները չենք հասկանում։ Просто иногда мы не понимаем пути благословений. Ու այդ ճանապարհները մենք փակում ենք հասկանալով, որ սա օրհնություն չի։ И эти пути мы сами закрываем, понимая, что это не есть Բայց Աստված ինքը благословение. օրհնում է այդ ճանապարհով, որ մենք բաց լինենք բոլոր ճանապարհների նկատմամբ։ Ամեն։ Но Господь открывает эти пути, чтобы мы были открыты для благословений. Տեսեք, ուզում եմ այսօրվային խոսքը սկսեմ Ամոսյայի մարգարեությունից 8-րդ գլուխ 11-ից 13-րդ խոսքը։ Хочу начать свое слово из пророчества Амос. Ասում է ահա օրեր են գալիս, ասում է Տեր Եհովան, որ սով պիտի ուղարկեմ երկրի վրա, ոչ թե հացի սով եւ ոչ էլ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու։ Եվ պիտի թափառեն ծովից մինչև ծով եւ հյուսիսից մինչև արևելք, եւ նրանք պիտի մանրան Տիրոջ խոսքը, որովհետեւ որոնելու համար։ Եվ պիտի չգտնեն, այն օրը պիտի նվազեն գեղեցիկ գույսերը եւ երիտասարդները ծարավով։ Հետաքրքիր է, որ Աստված Ամոսյայի միջոցով հայտնեց ասում գալի է այդ օրը, որ ես սով պիտի բերեմ։ И Господь через пророка Амоса явит нам, что настанут эти дни, что будет жажда слова. Ոչ թե հացի կամ ջրի, Не голод хлеба и այլ жажда խոսքը воды, լսելու։ но слышание моего слова. Այսինքն երբ որ մարդու կյանքում հացի կամ ինչ-որ ջրի պակասություն անում, այդ մարդը չի մահանում։ Когда у человека голод хлеба и жажда воды, этот человек не умирает. Բայց մահանում են այդ մարդիկ, որ Տիրոջ խոսքի սով կա։ Но погибают те люди, у которых недостаток Слова Божьего. Տեսեք ինչ ասում է, գույսերը կնվազեն, ասում է, կնվաղեն։ Говорит, истаивать будут красивые Կկորցնեն դրանց երեսությունը։ потеряют свою красоту, Ինչի համար, որովհետև Տիրոջ խոսք չկա այնտեղ։ потому что там нет Слова Божьего. Ովքեր են գույսերը։ Кто есть девой? Դա եկեղեցին է։ Это церковь. Երբ որ եկեղեցու մեջ պակասում է խոսքը, ինքը իր երեսությունն է կորցնում։ Когда в церкви не достает Слова, она теряет свою красоту. Ինքը իր սիրունությունն է կորցնում։ Теряет свою красоту. Իր ուժն է կորցնում։ Свою силу. Շատ անգամ ասում ինչի եկեղեցու մեջ չկա այդ ճափիացությունը, որ առաջ կար։ Часто спрашивают, почему в церкви нет того помазания, которое было ранее. Որովհետև խոսքի սով կա իրան ներսում։ Потому что есть голод слова внутри. Ամեն։ Դամար Տիրոջ խոսքը այսօր պետք է գա մեր կյանք, ասենք Տեր կշտացնում ես։ Поэтому Слово Господне должно прийти в нашу жизнь, и мы должны просить, чтобы Господь насытил нас. Ոնց որ ֆիզիկապես մարդը հաց ուտելուց հացը որ չի ուտում թուլանում է, Как физически, когда человек не употребляет хлеб, он ослабевает, ուժն է թուլանում, մի քիչ մի հարմա գերեսությունն է կորցնում, немножко худеет, теряет красоту. նույն հոգևոր մարդը։ Также духовный человек. Որովհետև գիտեմ, որ հոգևոր սնունդը, հոգևոր հացը հենց երկրի Տերն է, Տեր Հիսուսն է, Потому что знаем, что духовная наша пища есть Господь Иисус. Աստծո խոսքն է։ Это Слово Божье. Տեսեք Գալատացիներում 5-րդ գլուխ 22-23-րդ խոսքը ինչ ասում։ Галатам 5 глава, 22-23 Ասա բայց հոգու պտուղն է սերը, ուրախությունը, խաղաղությունը, երկայնամտությունը, քաղցությունը, բարյությունը, հավատ, հեզություն, ժշտալություն, այնպիսիներ դեմ օրենք չկա։ Ու շարունակությունը։ Բայց նրանք, որ Քրիստոսին են, իրաց մարմինը խաչանեցին գիրքերով եւ ցանկություններով միասին։ Եթե հոգով եք ապրում, հոգով արվեք, սնապարտ չլինեք, իրար գրգռելով եւ իրար նախանձելով։ Հետաքրքիր է, որ հոգու պտուղի մասին, երբ որ խոսում է Գալատացիների մեջ, սա խոսում է, որ եկեղեցին ինքը զորավոր է խոսում, դրա համար սա ունի իրան մեջ։ Галатам, когда читаем это место, мы понимаем, что церковь, она сильна и имеет все эти плоды внутри. И красоту церкви показывает в этой жизни. Что члены церкви не славятся, не завидуют, не наполняются Богом, в грехи не попадают, ни в блуд, ни в воровство.
Это показывает нам, что церковь наполнена Словом Божьим. Իր գեղեցկությունը դեռ իր տեղում է։ Его красота еще на своем месте. Տեսեք Գալատացիների 5-րդ գլուխ 19-ից 21-րդ խոսքը։ Եվ ասում է հայտնի են մարմնի գործերը, որ են շնությունը, պորկությունը, պղծությունը, գիջությունը, գրապաշտությունը, կախարդությունը, թշնամությունները, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպարակություններ, բաժանմունքներ, չարնայվածներ, սպանություններ, արբեցություններ, անարակություններ եւ ինչ որ սրանց նման են, որ առաջուց ասում էին ձեզ, ինչպես էլ առաջուց ասում էին, թե այսպիսի բաներ գործողներ աստվածությունը չէ ժառանգի։ Հետաքրքիր է, որոնք են մարմնի գործերը, այս բոլորը։ Дела плоти, вот это все. Այսինքն մարդը երբ որ ինքը դադարում է կշտանալուց Տիրոջ խոսքից, Когда человек перестает երբ որ насыщаться իրան Словом մեջ Божьим, Աստծո խոսքի նկատմամբ սով կա, когда есть голод к Божьему Слову, ինքը մտնում է այդ մեղքի մեջ։ он входит в этот Նշանակություն грех. չունի ով ուզում է լինի, Не имеет значения, քանի տարվա հոգևոր ուզում է լինի։ сколько бы лет ты не находился. Ես եմ մի հատ հասցամ, եթե մարդը մի տարեկան է, ու հաճուտի, երկար ժամանակ հաճուտի, ինչ կան, կմեռնի սախնում է։ Я хочу задать вопрос. Если человеку год и долго он не будет употреблять пищу, он умрет или нет? Իսկ եթե Естественно, մարդը умрет. 30 տարեկան է, Но если человеку ու ես երկար ժամանակ հաճուտի, ինչ կան, կապիտը կմեռնի։ и долгое время не Да, будет это умрет. кушать, он умрет или Այսինքն будет. նշանակություն չունի տարիքը։ Не имеет значения возраст. Նշանակություն չունի քո տարիքը, քանի տարի դու ապաշխարած ես, նշանակություն չունի։ Не имеет значения, сколько лет Եթե назад ты խոսքի սով покаялся. կա, կամ մոտ է մեռնելու։ Если есть голод к слову, это близко к Եվ ինչ сердцу. ասում արկայության միջոց, որ ասում է գալու են այդ օրերը, որ սով պետք է լինի Տիրոջ խոսքի։ И через пророчество написано, что придут дни, когда наступят дни, когда Գիտեք, սարսափել будет են ինչու՞մ է, որ կա այս արհեստական ինտելեկտա գոյություն ունի, չէ՞ որ քարոզներ են գնում, երգեր են գնում, սա ինչի մասին է խոսում։ Страшно, что есть искусственный интеллект, пишут проповеди, песни. Սա խոսում է, որ Աստված էլ չի կշտացնելու մարդուն։ Это говорит о том, что Бог не будет насыщать человека. Ռոբոտասած կյանքի մեջ են մարդիկ ապրում, եւ բնական կշտացում չի լինելու խոսքի։ Люди будут жить в роботизации и не будет естественного насыщения. Ես երբ որ Слова. էսի կայքում եմ առաջալի ժամանակներ չեր առաջ, ես ասեմ, դե ջան, գիտությունը զարգանում է, խոսքը շատանում է, И когда я об этом читал, я говорил, Господь, наука развивается. ոնց կլինի, որ խոսքի սով պետք է լինի։ Как будет, что будет голод к слову. Եվ ես վերջերս Աստված հետ ասացա, ասեց լսի։ И последнее время Господь проговорил, Այն որ դու կարդում ես, դա չի Տիրոջ խոսքը։ то, что ты читаешь, не это есть Божье Այն Слово, որ ես կշտացնում եմ քեզ, սա է Տիրոջ խոսքը։ а то, что я насыщаю Այն тебя. որ ես քեզ հայտնություն եմ տալիս, սա է Տիրոջ խոսքը։ Когда я даю тебе откровение, это есть Слово Ես սրա մեջ Божье. երբ որ ես քեզ ուրախացնում եմ, սա է Տիրոջ խոսքը։ Когда я тебя радую, это есть Божье Слово. Այսինքն իշքան է կարևոր, որ մենք տարբերենք Տիրոջ խոսքը սովորական խոսքից։ Поэтому важно, чтобы мы различили Слово Божье Բայց от обычного մի слова. ծայրահեղ վիճակում ենք, որ մարդիկ պրոստը բավականում են ռոբոտը խոսա ինքը լսի կամ ռոբոտը քարոզի ինքը լսի։ Բավականում են, ասում են ես այսօր գիտես իշքան եմ լսեմ խոսքը։ Դա խոսք չի։ Сегодня мы в такой критической ситуации, что люди довольствуются тем, Խոսքը что երբ որ говорит ես կարող Слово. ուրախացնի ու կարող ես ստղմասի։ Это не слово, а слово, которое приходит, радует тебя или огорчает. Խոսքը կարող ես փոխի։ Слово может менять тебя. Այս սա է որ Տերը խոսում է։ Вот это Господь говорит с тобой. Ամեն։ Ժողովողի 7-րդ նմուզում կարդալ, ասում է, տեսեք ինչ ասում, ասում է, մարդից բոլոր աշխատանքի վերանի համար է, սակայն հոգին չի կշտանում։ Ինչ ուզում է Սարա, մեր հոգին չի կշտանա։ Что бы мы ни делали, наша душа не насытится, Եթե Տերը չկշտացնի։ если Господь сам не насытит. Շատ կարևոր է որ գան Տիրոջ ասեն, Տեր, կշտացրու ես ինձ։ Важно, чтобы мы приходили к Господу и просили, чтобы Ես Он չեմ ուզում այդ насытил нас. ժամանակների մեջ ապրել։ Я не хочу жить Ես ուզում եմ որ դու в կշտացնես ինձ։ это времени. Я хочу, чтобы ты насытил меня. Գիտեք ինչ է նշանակում կշտացում։ Знаете, что значит насыщение? Հացը կերա։ Хлеб поели. Հացի սնունդը մեր մարմնի մեջ եկավ։ И эта еда поступила в наши Ու մեր մարմինը организм. ապրեց հացի սնունդով։
и наше тело живет хлебом. Չէ՞։ Հացի են սնունդը որ կա, դա կյանք տվեց մեր մարմնին։ И этот хлеб дал жизнь нашей плоти. Աստծո խոսքը կարդացին։ Прочитали Божье Աստծո խոսքը Слово. եկավ մեր ներսում։ И Слово пришло во внутренность Եվ нашу. Աստծո խոսքի սնունդը ապրում եք դրանով մենք դե չէ։ И живем ли мы этой пищей? Եթե չեք ապրում, նշանակում մենք չենք կշտանում այդ խոսքով։ Если мы не живем, значит мы не Это самое главное, насыщаемся. Эта пища должна проникать Այդ в ուրախությունը внутренность պետք է нашу. թափանցի մեր ներսում, այդ տխրությունը պետք է թափանցի մեր ներսում։ Эта радость и грусть должны проникать в нашу внутренность. Մեր միտքը դա մեր մարմնի սամոքսի նման է, ինչով որ լսված է, դրա վրա ինքը աշխատում է։ Наш разум похож на наш желудок. Чем наполнен, так и работает. Դերս օրհնի ամեն մեկիս համար, որ մենք անձամբ մոտենանք Տիրոջ ասենք Տեր կշտացի լինես։ Мы должны часто обратиться к Господу, чтобы Он насытил нас. Հետաքրքիր ասել Ղուկասի 4 գլուխ 3-ից 4 խոսքերը, երբ որ Հիսուսը ծոմի մեջ էր, արդեն ծոմից դուրս էր գալիս, այդտեղն եմ ուզում կարդալ։ Եվ Սատանը նրան ասեց. «Եթե Աստծո որդի ես, սպասիր այս քարերին, որ հաց լինեն»։ Եվ Հիսուսը նրան պատասխանեց եւ ասեց. «Գրված է, թե ոչ միայն հացով կապրի մարդ, այլ Աստծո ամեն խոսքով»։ Հետաքրքիր ասել Հիսուսը երկու կյանքի մասին է խոսում։ Здесь Иисус говорит о двух жизнях. Կյանք, որը որ հացից է, Жизнь, которая от хлеба, կյանք, որը որ Աստծո խոսքից է։ и жизнь, которая от Слова Божьего. Ու շատ անգամ չգիտեմ ինչի այդքան ուշադրություն չեն дасում Աստծո խոսքի կյանքին։ И часто мы не обращаем внимания на жизнь, Մենք ավելի շատ Слова ուշադրություն են Божьего, դարձնում հացի կյանքին, а обращаем внимание на жизнь, которая от хлеба, որ խալաձենիկը լիքը լինի կյանքին, чтобы холодильник был полным, որ եթե մարդիկ կան ամոթով չլինենք, что когда придут люди, мы не стыдились. բայց երբ որ հոգևոր ես դառնում, ինչ որ ճանապարհով ես անցնում, ու տենում եմ որ ներսը դատակ, այսպես մենք չենք ամաչում։ Но когда мы проходим путь, и люди видят, что внутренность твоя пустая, от Եվ этого Հիսուսը мы не այս երկու կյանքի стесняемся. մասին ասեց ոչ թե մարդ միայն հացով կապի, И поэтому Иисус сказал, не одним А хлебом Иисус будет Господь жить дал. человек, но и Словом մենք գիտենք որ Божьим. հացի կյանքը ժամանակավոր է։ Мы знаем, что жизнь от хлеба, она временная, Աստծո խոսքի կյանքը հավիտյան է։ но жизнь от Слова Божьего, она вечная. Եվ Աստված այս կյանքը տվեց մեզ, դրա համար այսօր մի քիչ կմոտենանք Հիսուսը դեպ ինչ է ասում այդ մասին։ И Господь эту жизнь дал нам. Դրա համար շատ լավ է որ մենք պետք է ուշադրություն դարձնենք այս երկու կյանքի վրա։ И мы должны обратить внимание Я на эти сейчас две вас жизни. видел. Господь не запрещает тебе Այստեղ есть, ասում է կշտացրու Աստծո խոսքը քեզ։ но Господь говорит насытить тебя Словом Божьим. Խնդրի Տիրոջը թող ինքը կշտացնի քեզ։ Проси Господа, чтобы Թող Он ներսը насытил լսի тебя. խոսքով։ Пусть наполнит твою внутренность Ամեն։ Словом. Դերս սորտի մի տեղ եմ ուզում կարդալ 4 թագավորած 4 Царств, 6 գլուխ 26-ից 30 խոսքերը։ 6 глава с 26 стиха. Սա այն պատմության մասին է, երբ որ Սամարյան շրջապատման մեջ էր, Когда Самария была в ու окружении, մի դժբախտ իրավիճակներ ունեցավ։ Այնտեղ որ մայրերը իրաց երեխեքին էին ուտում։ и очень страшная ситуация там была. Տեսեք ասում եմ, եւ երբ որ Իսրայելի թագավորը Ֆարսի վրայից անցնում էր, մեկին դեպի նրան գոռաց ասելով. «Օգնիր ինձ, ով իմ Տեր թագավոր»։ Եվ նա ասեց. «Եթե Տերը քեզ չօգնի, ես որտեղից օգնեմ քեզ։ Գալիս է թե հնձանից է»։ Եվ թագավորն նրան ասեց. «Ինչ ունես»։ Նա էլ ասեց. «Այս կինից է ասեց. Դուր տղայիդ այսօր ուտենք, իմ տղան էլ եկուստ ուտենք։ Մենք էլ եփեցին տղայս եւ կերան նրան։ Եվ ես ասում եմ Իրան մյուս օրը դուր տղաք որ ուտենք, բայց դա փակցրեց իր տղային։ Եվ երբ որ թագավորը լսեց այն կնկա խոսքերը, պատառեց հանդերձը Պարսպի վրայով գնալիս։ Եվ ժողովուրդը տեսավ, որ ահա ներսևած քուրձը նրա մարմնի վրա էր։ Հետաքրքիր է, այս մայրը ասեց. «Թագավոր օգնիր ինձ»։ Эта мать просила помощи у царя. Ինչը պետք է օգներ։ Իր թագավորական հրամանը տալ, որ ասեք, «Մեր կնկա, մեր երեխուն որ պետք է մորթենք»։ Чем он должен был помочь? Отдать приказ, чтобы привели сына, чтобы Ինչ օգնություն պետք է убить и տալ съесть? Какое Այս благословение может մայրը быть? այդ ցերում էր, որ պետք է ասել, հենա ես իրան դեպ մեկ պայմանավորվել էին։
У нее была цель, что они имели договор, что сегодня ее сына сидят, завтра у другой. Գիտես, այս սարսափը ոչ թե մարմնի սովն էր ավելի խիստ, Этот ужас не от того, что был голод физический, այլ Աստծո խոսքի սովն էր սարսափը։ но там Շատ է этот սաստիկ։ ужас был от недостатка Слова Божьего. Որովհետև Աստծո խոսքի սովը տարավ իրանց երեխեքին ուտելու։ Жажда Слова Божьего привело, чтобы они съели Թե մենք պայմանավորվել своих ենք, детей. Они же договорились. լսի, եթե այդ պայմանավորվածությունը խախտվում է, Если этот договор нарушается, մի պատճառը բռնի որ խախտեց ինքը պայմանը, не приведи причину, что кто-то нарушил этот договор. այլ ուշադրություն դարձական է սա Աստծո խոսքը։ Но обрати внимание на внутренность свою. Если Աստված Слово կողմը շատ Божие, պայմանավորվածություններ խախտվել մի բանի համար, որ քո ներսը կա խոս դե չկա։ Господь допускает, чтобы нарушились многие договора, чтобы проверить, есть ли внутри тебя Слово Божие. Եթե այսօր ամենասարսափելին աշխարհի մեջ Աստծո խոսքի սովն է։ Самое страшное в мире – это голод Слова Божьего. Մարմնի սովը այդքան սաստիկ չի։ Физический голод не так страшен. Շատ անգամ երբ որ իմ ներսում սովը շատանում, Աստծո խոսքի սովը շատանում, քիչ ամնում մեկին ուտես։ И когда недостает Слова Божьего, хочется кого-то съесть. Քո վարքով, քո խոսելով, քո տոնայնությունով, Своим поведением, своим разговором, своим ամենամեծախորժանքով ուտում են կեսուրը հարս կեսուրի հետ։ с большим аппетитом едят невеста. Բայց երբ որ Տիրոջ խոսքով են լսվում, Но когда наполняемся Словом Божьим, բարի անում են։ они становятся добрыми. Ինի պատճառը է չի որ սես պայմանավորեցինք, այսօր ես կարում, վաղը դու կալես, հարցը էդի չէ։ Причина не в том, что мы договорились, что сегодня я подведу, завтра ты. Вопрос не в этом. Պրոբլեմը պայմանավորվածությունը չի, պրոբլեմը ներսի սովն է։ Проблема недоговоренности, а проблема внутренний голод. Եվ Աստված այսօր ուզում է, որ մենք այսօր լսենք Տիրոջ խոսքով, ինչի համար, որ բոլոր պայմանավորվածությունները կողքի դնենք, ապրենք սիրո մեջ։ И Господь хочет, чтобы мы все свои договоренности оставили в стороне и жили в любви. Եվ երբ որ սիրո մեջ ենք ապրում, ցույց է տալի, որ մենք մեր գեղեցկությունը չենք կորցնում։ И когда мы живем Словом, мы не теряем свою красоту. Ալելույա։ Լսում ա։ Դրանով Տերողի այսօր ամեն մեկը որ մենք հասկանանք Տեր, դու ինձ ես խոսքը։ Благослови Господь нас, чтобы мы понимали, чтобы Господь дал нам Ուզում եմ մի Слово. քիչ առաջ անցնել։ Немножко пройдем вперед. Ծննդոցից եմ ուզում դարձալ Из книги Бытия, 42-րդ գլուխ 1-ից խոսքը։ 42 глава, с 1 по 3 стихи. Եվ Հակոբը տեսավ, որ Եգիպտոսումը պաշար կա, եւ Հակոբն ասեց իր որդիներին. Ինչու եք իրար մտիկ տալիս, եւ ասեց. Ահա լսել եմ, որ Եգիպտոսում պաշար կա, այնտեղ իջեք եւ այնտեղից մեզ համար ծախու առեք, որ ողջ մնանք եւ չմեռնենք։ Եվ Հովսեփի 10 եղբայրները իջան Եգիպտոսից ծորեն ծախու առնելով։ Գիտեք այս պատմությունը, որ 10 եղբայրները գնացի Եգիպտոս, որ ծորեն առնեն։ Все знаем эту историю, когда 10 братьев отправились в Египет, чтобы купить хлеба. Ու հետո հասկացան, որ տեսան, որ ասենք Հովսեփը ճանաչեց իրանց И Иосиф узнал их, ու եղբայրների մեկին պահեց իրանց մոտ и одного брата удержал у себя, ու իրար այդ չափով ծորեն տվեց ուղարկեց է։ и дал им хлеба и отправил назад. Ու տեսեք ինչ ասում, ժամանակ անցավ, որ Բենյամինին էլ պետք է բերի երկրորդ անգամ։ И прошло время, что они во второй раз должны были Вениамина Ու взять այդտեղ за կարդում, որ հետո նոր արդեն խոսան այդ մասին։ 11-ից 43-րդ գլուխ, 11-ից 12-րդ խոսքը։ Եվ նրանց հայրը Իսրայելին ասեց նրանց, Իսրայելը ասեց նրանց. Եթե այդպես է, հիմա այս արեք, ձեր ամաներումը այս երկրի ընտիր պտուղներից նարեք, եւ այն մարդի համար ընծատ արեք։ Մի քիչ բալասան, մի քիչ մեղր, համեմներ եւ զմուրս, պիստակ եւ նուշ, եւ ձեր ձեռքը կրկնապատիկ փող արեք, եւ ձեր քսակների բերանում ետ եկած
փողը ձեռքի առածը ետ տարեք, գուցե սխալմունք է եղել։ Հետաքրքիր է, երբ որ երկրորդ անգամ արդեն պետք է գնար Իսրայելի ժողովուրդը երկրորդ անգամ պետք է գնար եղբայրները, որ Եգիպտոսը բանանեն, ինչ հետաքրքիր պահ ասեցներ։ Когда во второй раз братья Иосифа должны были отправиться в Египет, отец их сказал интересную вещь, Իրանց այդ մոտի անցաների սան է։ чтобы взяли дары с собой, Նուշա, մեղրա, еда, мед, ամեն ինչ։ все. Բայց հետաքրքիր է, որ այս ամեն ինչ իրանք ունեին, Интересно, что все это они имели уже, բայց հաց չունեին։ но не имели хлеба. Ու ինչու՞մն է, որ երբ որ առաջինը կաթացիկ ասում է գնացեք հաց բերեք, որ չմեռնեն։ И первый раз сказал, идите, принесите хлеба, чтобы не умереть. Այսինքն իրանք այս ամբողջ ճանապարհով անցան, որ հաց վերցնեն։ Они прошли этот путь, чтобы приобрести Բայց хлеб, իրանք քիչ բան չունեին։ но они имели многое. Գիտեք, այսօր շատ կարևոր է, եկեղեցիները այսօր ամեն ինչ կարող է ունենան, բայց մի բան է, որ հաց չունենան։ Церкви могут иметь все, но могут не иметь хлеба. Լավ կազմակերպություն ունենան, Хорошую լավ организованную, хорошее լավ имя, երկողներ ունենան, хорошее լավ շենք прославление, ունենան, хорошее բայց знание, խոսք չունենան։ но не иметь слова. Ժողովուրդը սոված մնա այդ ամեն И ինչին։ народ будет голодным. Ու ժողովուրդը մեռնի սոված, ինչի որ հետո Հակոբ ասեց, ասեց կմեռնի եթե հացը չեղա։ И народ умрет, если не будет слова, потому что Яков сказал, Բայց առաջին տարի մեջ умрем. Но в первом ոչ веке մի բան չունեին, ничего не բայց имели, հաց ունեին։ но имели хлеб. Լսողը կշտանում էր, Слышавший насыщался, կշտացողներ բժշկում էր, а кто насыщался, он կշտացողներ исцелялся, ազատագրվում էր, насыщенный կշտացողը освобождался, մաքրվում էր։ очищался. Բայց եթե չկա կշտություն, այս բոլոր հիվանդությունները, դեֆեկտները մնում են։ Но если нет сытости, все эти дефекты, болезни остаются. Շատ անգամ արհեստական ինչ-որ բաներ ցույց են տալի, դա չի նշան, որ դա իրականություն է։ Очень много искусственных вещей показывают, но это не говорит о Որտեղ реальности. խոսքի կշտությունն է բերում մնացած հրաշքները մեր կյանքի մեջ։ Это слово приносит остальные чудеса в нашу жизнь. Դա համար այսօր շատ կարող է հասկանալ մի բան, Տեր, այս ամեն ինչը թեև ունեմ, բայց ես սոված կմեռնեմ, եթե դու ինչ չկշտացնես։ Поэтому мы должны говорить, Господь, даже если все буду иметь это, но Ты не насытишь меня, я умру. Ամեն։ Аминь. Սա չեմ ասում, որ մենք ամեն մեկը Տիրոջ հետևից գնանք։ Я это говорю, чтобы каждый из нас следовал за Господом. Երբ որ Հովհաննեսի ավետարանի մեջ Տերը 5000 հոգուց ավելի մարդու կշտացրեց, Когда в Евангелии от Иоанна Господь кормил 5000 человек, եւ այդ բոլոր մարդիկ հաջորդ օրը ունեն Հիսուսին մանեկան։ и эти люди на следующий день искали Иисуса. Ու ինչ ասեց Հիսուս, ասեց ոչ թե դու նշաններ տեսակ դրամար եք ինձ փնտրում, այլ որ հացից կերակու կշտացա։ Иисус им сказал, вы не из-за знамений ищите меня, но то, что ели хлеб и Չի ասում насытились. ժողովուրդը, Не говорит народ, ամեն մեկը։ а каждый из них. Այսօր շատ կարող է որ ամեն մեկը Հիսուսի հետև զգամ ասեն Տեր կշտացնու ինձ այսօր։ Важно, чтобы каждый из нас следовал за Христом и просил, чтобы Թողեմ հացը որ Господь երկնքից ասում, насытил. որ կշտացնի իմ հոգին։ Тот хлеб, который сходит с неба, пусть насыщает мою душу. Լսեք մի бան ասեմ, հոգին երկնքից է կամ երկրից է։ Душа с неба или из земли. Մարմինը գիտեն երկրից է, երկնքից չի։ Тело из земли. Դրա համար մարմինը կշտանում է երկրից։ Поэтому тело насыщается из земли, Հոգին երկնքից է։ а душа из неба. Հոգին չի կարող կշտանա երկրից, ինքը երկնքից պետք է կշտանա։ Душа не может насытиться из У земли. երկնքից Она հացը должна մենակ տալիս է насытиться из Տերը։ неба. И этот хлеб дает Господь. Դրա համար շատ անգամ մեր հոգիները որ սոված են, իրան մեռնելու մոտ են, մենք չգիտենք այդ ներսի ցավից սկսում ենք էսյան այնյան սկսենք վնասել, չէ՞։ Когда наши души на краю смерти, мы начинаем вредить себе. Ասում եմ վերջի ժամանակներ մարդիկ տալն են շատակել, լսեք, գիտեք շատակելությունը ինչից է գալի։ Последнее время люди будут алчные. Знаете, это от чего приходит? Ոչ թե սամոքսի դատարկություն, ցակ սրտի դատարկությունից է շատակելությունը։ Не от пустоты желудка, от пустоты Որտեղ նոր сердца. հացը սերը վերջացել սերելես նա կրում ես սալի տան մեջ,
Մեկ էլ քեզ անցյալը հետո սկալաձեն տպացում ես։ И ты поел уже насыщен, кружишься дома и идешь опять к холодильнику. Ինչի համար նոր ես եղել։ Для чего? Ты же только Այս դու ես поел. հանդերձում սով կա։ Но чувствуешь, что внутри ты Այս դու չես голоден. ասում, որ կա հոգու սով, դա խոսքի սովն է, եւ ոչ թե սամոքսի Но սովն է։ ты не понимаешь, что это не голод желудка, Он не хочет а удаленно голод боксера. слова. И начинаешь, Ոսոր փոքին ասելով լսի գնա, մի շարթա։ и Дух Святой говорит, иди немного Ասես կան ես встань. ունել գնա, մուտում ես որ չես էտուների։ Думаешь, сейчас этот поем и пойду. Մեկ էլ դեմը շատակերություն ես սովորում։ И много начинаешь кушать. Այսինքն այն խոսքի սովը, որ սկսում է շատանալ է մեր կյանքի մեջ, մենք դրա վրա ուշադրություն չդարձնենք, մենք ուրիշ սխալ, ուրիշ մեր։ И когда голод слова в нашей жизни есть, и мы на это не обращаем внимания, мы впадаем в грех. Տեսեք ինչ ասում Հովհաննեսի ավետարան 6-րդ գլուխ 31-33 խոսքերը։ Մեր հայրերը անապատումը մանանակ երան, ինչպես գրված է, թե երկնքիցը հաց տվավ նրանց ուտելու։ Հիսուսը նրանց ասեց, ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ թե Մովսեսը տվավ ձեզ այն հացը երկնքիցը, այլ իմ հայրը տալիս է ձեզ երկնքից ճշմարիտ հացը։ Որտեղ Աստծո հացը նա է, որ երկնքիցն է իջնում եւ որ աշխարհին կյանք է տալիս։ Եվ շարունակությունը։ Եվ նրանք էլ ասեցին, Տեր ամեն ժամանակ տուր մեզ այդ հացը։ Հիսուսը նրանց ասեց, ես եմ կյանքի հացը։ Ինձ մոտ եկողը չի սովի եւ ինձ հավատացող երբեք չի ծարավի։ Հետաքրքիր է, որ այս ժողովուրդը հրյաները նույն խոսք ասեցին, ինչը որ սամարացի կին ասեց։ Иудеи сказали те же слова, что и самарянка. Ասма եթե դու իմանայիր ով է քեզ ջուր ուզում, դու իրանց խնդրել եւ ինքը քեզ ջուր կտավ ու հավիտենական կբխեր։ Иисус, когда сказал самарянке, если бы ты знал, кто просит у тебя воды, ты сама бы попросила и имела бы вечную жизнь. Ու ինչ ասեց Հիսուսը, ցույց տվեց, որ այն մարդիկ, որ ուզում են այս աշխարհի համար են ուզում, դուր, որը չսովացանան, դուր, որը ջուր չխմեին։ Иисус сказал, те люди, которые хотят, они для этого мира. Дай, чтобы мы не жаждали. Բայց Հիսուսը հոգու հացի մասին է խոսում։ Но Иисус говорил о духовном хлебе. Գիտեք, մարդը երբ որ ապաշխարում է վերստին ծնվում է, իրան ներսում երկու կյանք կա։ Когда человек кается и рождается свыше, внутри есть две жизни. Մարմնավոր կյանք եւ հոգեվոր կյանք։ Физическая и духовная жизнь. Ու շատ կարևոր է, որ Տերը միշտ անում է հոգեվոր կյանքի, որ սա պետք է կշտացնես, որ մարմնավոր կյանքը մաքրվի։ И Господь учит нас насытить духовную, чтобы физическая очистилась. Տեր օգնես ամեն մեկից։ Благослови Господь каждого из нас. Ես ուզում եմ մի տեղ կարդամ Հովհաննեսի 6-րդ գլուխ Иоанна 6 глава, 42 խոսքերը։ 48 по 52. Ես եմ կյանքի հացը, ձեր հայրերը մանանակ երան անապատումը եւ մեռան։ Սա է այն հացը, որ երկնքից է իջնում, որ եթե մեկը սրանից ուտեք չի մեռնի։ Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել։ Եթե մեկ այս հացից ուտե, հավիտյան կապրի, եւ այն հացը, որ ես կտամ իմ մարմինն է, որ ես նրան աշխարհի կյանքի համար կտամ։ Հետաքրքիր է, որ Քրիստոսը բերում է յետորները, որ ես եմ կյանքի հացը։ Иисус приводит тот же пример, что я есть хлеб жизни. Այսինքն նշանակում է մեր սրտի մեջ կարոտ կա, սով կա դեպի Հիսուս։ Значит, в нашем сердце есть голод ко Христу. Ու երբ որ մենք սկսում ենք կշտանալը Տիրոջ մոտ, կշտանալը Տիրոջ խոսքից, И когда мы начинаем насыщаться Словом Божьим и Господом, այդ ժամանակ մեր մեջ բերում է այդ կարգավորվածությունը։ и тогда порядок приходит внутрь. Ինչի՞ շատ անգամ երբ որ ծոն ենք մտնում, չենք մենք ասում, երբ որ ծոն ենք մտնում, աշխատենք, շատ աղոթենք, շատ կարդանք, Но почему, когда постимся, мы стараемся много читать и որ մեր молиться, հոգևոր վիճակը բարձրանա, чтобы наш духовный уровень մեր հոգու поднялся, սնունդը բարձրանա, чтобы духовная пища որ մեր поднялась, ներսի սովը հագեցնենք։ чтобы насытить внутренний голод. Եվ երբ որ սրանից չենք գնում, հասկանում ենք մի բան, որ Աստված մաքրել է մեզ։ И тогда Господь начинает очищать нас. Դամար Տերը սովքի ամեն մեկից, որ մենք հասկանանք, մենք այսօր կարիք ունենք Տիրոջը, Мы сегодня нуждаемся в Տիրոջ խոսքը Господе, ընդունելու։ принимать Его Слово. Տեսեք, եբրայեցիների մեջ սենց է ասվում, Евреям написано,
ավելի ճիշտ այս հացի համար մի հատ բան անել, որ հոգևոր հացի ինչու՞մն է, հետաքրքիր է, օրինակ մարմնավոր հացի մեջ ասում են, չէ՞, մարմնավոր հացը այս մի մասը չի կարելի ուտել, մի մասը կարելի է уտել, էսի չարացնում է, մի հարացնում է, մի պիտանի է, մի О хлебе мы говорим, о еде. Физически мы говорим, что полезно, что нет, от чего поправляемся. ինչ-որ բան են ջոկում արանքից, И что-то убираем. բայց չենք հասկանում, որ ինքը հացը արդեն հացը ամբողջությունով։ Но мы не понимаем, что хлеб, оно есть целое. Մենք ինչ ենք ասում ենք, թե ջան, ով չի հավատում, ինձ հավատում ենք Հիսուսին։ Все мы верим в Иисуса. Բայց մի բան եմ ուզում ասեմ, Но я одно хочу сказать. որ Հիսուսը միշտ չէ որ ասել ապրես։ Иисус не всегда говорил «молодец». Հիսուսը միշտ չի ասում, որ ապրես դու։ Он не всегда хвалил. Շատ անգամ ինքը հանդիմանում, Часто он обличал. բայց ինքը Հիսուսն էր։ Но он был Иисус. Այսքան հացը, երկնքի հացը, Աստծո խոսքը, Хлеб небесный, то есть Слово Божье, ինքը միշտ չի որ քեզ պետք է ասի օրհնում եմ ես քեզ, մալադես, գնա օրհնում եմ не քեզ։ всегда тебе благословляет. Ինքը շատ անգամ ուղղելի է մեզ։ Часто он будет исправлять нас, Ցավացնել է մեզ։ причинит больно. Երեք, որովհետև ինքը ամբողջությունով հացը։ Он в целом есть хлеб. Մենակ օրհնությունը չի Աստծո խոսքը, նա դասյատությունն էլ Աստծո խոսքը։ Не только благословение Слова Божия, но и наставление. Խրատն էլ Աստծո խոսքը։ Наставление, Մի բան եմ воспитание. ուզում կարդալ, ով չի ընդունում այն խոսքը, որ Աստված ասում է, ես քեզ օրհնելու եմ, գնա, ես քո հետ եմ լինելու, քո դեմը խաղ չի լինելու, սա քո մեկ կուշ ենք Աստծո խոսքով։ Кто не принимает то слово, что Господь говорит, я тебя благословлю, я буду с тобой. Բայց այն խոսքը, որ գալիս է իմ ու քո կյանք, ասում է, լսի, քեզ ուղղվել է պետք։ Но то слово, которое приходит в нашу жизнь, Քեզ говорит, հաստրակվել է պետք։ тебе нужно исправиться. Մենք ասում ենք, դա Աստծո խոսքը չէ, դա հաց չի եկնքից։ Мы говорим, это не Слово Божье, это не хлеб с Ու небес. սրա համար էլ մարդիկ չեն կարողանալ լսել, սովա լինելու իրանց մեջ։ Поэтому люди не могут Որտեղ услышать կշտությունը մենակ Слово օրհնությունը Божие. մեկալելը չի, կշտանալը մենակ օրհնությունը ընդունել չի, կշտանալը նաև դասյակությունն էլ ընդունել պետք։ Сытость не только благословение брать, но и наставление тоже нужно принимать. Հետաքրքիր է Տերը մարգարեության մեջ ասում է, ես նրան կծեցեմ կբժշկեմ։ В пророчестве написано, я его и побью, но и исцелю. Նրան կցավեցնեմ, կփաթաթեմ։ Причиню боль и буду завязывать. Դա խոսքն է։ Это слово. Այսինքն մենք հացը մենք չենք կարող կիսել երկու մասի։ Хлеб мы не можем разделить на две Ինք части. իրանով հաց է։ Он в целом есть хлеб. Աստծո խոսքը ինք իրանով երկնքից իջած խոսքն է, հացն է։ Слово Божье – это хлеб, сшедшее с небес. Այսինքն որ մենք ունենանք բաժին նաև խրատից եւ նաև օրհնությունից։ Мы должны иметь часть и благословения, и наставления. Այն ինչու ասենք հիմա ժամանակ ասենք մարդիկ ավելի շատ օրհնության հետ են ցնցում։ Ինչի որովհետեւ միայն օրհնությունը չի հացը։ Часто в наше время люди идут за благословениями, но не только благословение есть Слово Божье, но Որտեղ եթե наставление դերը тоже. չխրատի, Если Господь не наставит, мы будем голодать. տեսեք այս խոսքից հետո ինչ է տեղի ունենա։ Եկեք Հովհաննեսի ավետարանը նույնը 6-րդ գլուխ 58-59-րդ խոսքեր կարդանք։ Евангелие от Иоанна, 6 глава, 58-59 стихи. Ասма ինձ ուղարկեց կենթանի հայրը եւ ես կենթանի եմ հոր համար, այնպես էլ նա որ ինձ ուտում է, ոնց է Հիսուսին ուտում։ Իրան օրնյալ խոսքերը թե իրան ասրակված խոսքերը։ Как мы вкушаем Христа, Его благословение, или через Его благословение, или через наставление. Որ Հիսուսին ենք մենք այսօր ուտում։ Какого Христа мы принимаем сегодня? Ասма եթե ինձ ուտեք կենթանի կլնեք ինձ համար։ Если съедите меня, будете живы для меня. Այսինքն եթե հաց համբուրջությունով ուտենք, То есть если хлеб будем съедать եւ իր դասյարությունը եւ իր օրհնությունները, սա է անկամուր հացը։ и наставление Его, и благословение
Это есть целый хлеб. Հացի տակի մասնա, հաց թե հացի վերևի մասնա հաց։ Хлеб со всех сторон, он и есть хлеб. Այսքան որն է Տերը հիմի ասում, որը ուտենք։ Господь что нам Վերա говорит? սանքանի։ Какую часть нам съесть? Եթե անգամը ուտեք, ինձ համար կենթանի կլիներ։ Говорит, едите полностью. Если съедите полностью, будете живы для меня. Այսինքն շատ անգամ երբ որ ջոկում ենք, ասենք այս են, սիրում ես, չես, շատ անգամ էդի չի տալի մեզ հաղորդություն Հիսուսի հետ։ Часто, когда мы выбираем себе какую-то часть, это не дает нам полное общение с Господом. Աստված խոսում է անգամ հացի մասին, Господь говорит о целом хлебе. ամբողջ հացի մասին։ Ամեն։ Տեսեք շնորհակալությունը 62-64 խոսք է կրկին։ Բայց երբ որ Հիսուսը գիտակ իրանձումը, թե իր աշակերտները տրտնջում էին, դրա համար նրանց ասեց, դա գայթակղեցնում է ձեզ։ Ապա ինչ եք մտածելու, եթե մարդի որդուն տեսնեք վեր գնալիս ու առաջ էր։ Հոգին եք ենթանացնողը, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն բաները, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի է և կյանք է։ Հետաքրքիր է, որ աշակերտները, որոնք որ դևեր էին հանել, հրաշք էին գործել Տիրոջ անունով, Те ученики, которые изгнали бесов и творили чудеса, գայթակղվեցին, երբ որ Տերը ասեց, ես եմ հացը։ соблазнились, когда Господь сказал, «Я есть хлеб». Ինձի կերեք ու կենթանի կլնեք ինձ համար։ Едущие меня будут живы для меня. Գիտեք, երբ որ մենք Հիսուսին ուտում ենք, Когда мы едим Иисуса, սա խոսքա որ Հիսուսի բոլոր խոսքերը հավատում ու ընդունում ենք։ это говорит о том, что все слова Иисуса мы верим и Թեկուզ принимаем. կարող է ցավ տա, Хотя это может быть больно թեկուզ կարող է ուրախացնի, или может радовать. բոլորը։ Все слова. Գիտեք, յոդը երբ որ ձեռը քսում է, Когда йодом мажем руку, չափը բեր չեմ ասում, բայց այնքան քսեն որ բան։ Չի վնասում, не вредит. բայց եթե բերք կա, Но если есть рана, վարում է, մռմռում է։ жжет. Ու այդ երբ որ մռմռում է, И когда жжет, հասկանում ես, որ ստեղ բերք կա։ понимаешь, что там есть рана. Երբ որ Աստծո խոսքը լսում ենք ու մռմռում ենք ինչ-որ մի տեղ, Когда слышим Слово Божье и где-то жжет больно, հասկանում ենք բերք կա։ понимаем, что есть рана. Ու Տիրոջ խոսքը գալիս է բժշկելու։ И Слово Божье приходит, чтобы исцелить. Իսկ եթե դա չուզենք, ասենք չէ, Տեր, դա չենք уզում մենք։ Но если мы это будем откладывать в сторону, не будем принимать, Այդ ներսի ռանն է վեքը երկար ժամանակ մնում է։ значит, что эта рана будет болеть долго. Քրիստոս ասաց, որ ես եմ հացը։ Иисус сказал, я есть Ինձ хлеб, ամբողջությամբ ուտողը едущий меня полностью, կենթանի կա ինձ համար։ будет жив для меня. Ասма ինչպես ես եմ կենթանի հոր համար, Как я жив для Отца, այդ ձևել են մարդիկ, որ ինձ են ուտում, ամբողջությունով, կեսը չէ, ամբողջությունով։ и также те, кто кушает меня полностью. Ամեն։ Аминь. Դերսոնի որ մենք Տիրոջ խոսքը ընդունենք իր ամբողջությունով։ Благослови Господь, чтобы мы принимали Слово Божие полностью, целиком. Տերը հայրը չի, որ ուզում է պրոստը հավես ազգում մեզի ցավացնելու մեջ։ Господь не тот Отец, которому приятно нам делать больно. Տերը ուզում է որ բժշկեն։ Господь хочет, чтобы мы исцелились. Տեսեք Եբրայեցիների մեջ ինչ ասում։ Евреям написано, Վերջացնում։ 12-րդ գլուխ 12 глава, 6 по 8 стихи. ասում որովհետև Տերը իրան սիրածին խրատում է։ Նա ծեծում է ամեն որդի, որ ընդունում է։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ ինչպես որդկանց հետ կվարվի։ Որովհետև որ որդին է, որ հայրը նրան չի խրատում, բայց եթե առանց խրատի, որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորթ է եւ ոչ որդի։ Հետաքրքիր է, որ ասում է այն որ որդին է, որ չի խրատում իր աղբորից։ Написано, всякий сын воспитывается отцом своим. Աստված երբ որ խրատում է, նշան ինքը որդու նման է ընդունում ձեզ։ Когда Бог наставляет, значит, как сына своего принимает вас. Նշան է երբ որ մենք խրատը ընդունում ենք, И когда мы принимаем մենք наставление, ժառանգորդներ ենք լինում Աստծո։ мы становимся наследниками Որտեղ մենք Бога. որդիներ ենք դառնում։ Мы становимся Բայց եթե детьми. խրատին չենք ընդունում, մենք որդի չենք դառնում, որովհետև խորթ ենք մենք։ Но когда не принимаем наставление, мы становимся незаконными детьми. Համար շատ կարևոր է որ հասկանանք, որ խոսքը պետք է ընդունենք։
Какое слово мы должны մեզ принимать? ուրախացնող, Радующее թե մեզ խրատող, или наставляющее слово? այսօր մոդա է, գիտեք, հետո զուտելու մեջ է, այս չեմ սիրում, այս չեմ սիրում, Сегодня модно одно люблю, другое բայց ասեմ нет. այդ դիվանություն մենակ մեր հայերի մոտ է։ Но это болезнь только среди нас. Որը самих. կորեացիների հետ որ խոսացել եմ, իրան չեն ասում, ինչ սնունդ է սիրում, իրանք ասում են, որն աղոտ է։ Когда с корейцами разговариваешь, они не говорят, какую еду любят, они спрашивают, что полезно. Բայց մեր ինչ եք սիրում։ Դե ես այս խոսքը չէի սիրում։ Господь, я это слово не любил. Չես սիրում, բայց քեզ օգուտ է։ Не любишь, но это тебе полезно. Եթե սրա մեջ բաժվես, դեր քեզի խոսնի։ Если в этом будешь упражняться, Ну, это же Господь потом благословит интересно. тебя. Նույն եբրայեցիների 12 գլուխ 16-17 խոսքը։ Ասма նրա համար հաստատեցեք թուլացած ձեռներ եւ նկարացած ծններ։ Եվ ձեր ոտների համար ուղիղ ճանապարհներ շինեցեք, որ կաղը չգլորվի այլ մանավանդ բժշկի։ Հետևեցեք խաղաղության ամենի հետ եւ սրտությանը, որ առանց նրան ոչը իրոջը չի տեսնի։ Երբ ասում նրա համար հաստատեցեք թուլացած ձեռներ եւ նկարացած ծններ։ Написано, укрепите опустившиеся руки и ослабевшие колени. Երբ որ դրանից առաջ ասում է, որ Աստված խրատում է։ И перед этим говорит, что Господь наставляет, Слово наказывает. Это Слово Божье. Սա Աստծո խոսքն է։ Եվ մենք ասում ժամանակա գալու որ սովա լինելու երկրի վրա ոչ թե հացի, այլ Տիրոջ խոսքը լսելու։ Այսինքն մարդիկ չեն ուզենալու լսեն, երբ որ Աստված իրանց ասում է լսի, քեզ ուղղել է։ Չեն սիրելու, չեն լսելու։ Поэтому написано, что придет, настанет время, будет голод не от хлеба, а от слышания Слова Божьего. Այսինքն գալի է ժամանակ որ մարդիկ այնքան են հպարտանա, որ չեն լսելու խրատը։ И придет время, что люди настолько возгордятся, что не будут принимать наставления. Այս այսօր ժամանակն է որ մենք ասենք Տեր, մենք ընդունում ենք քո բոլոր խոսքը։ И сегодня мы должны говорить, Господь, мы Որտեղ принимаем եթե խրատը չգա, Твое Слово մեր целиком. օրհնությունները չկա։ Если наставление не придет, Եթե наша жизнь տխրությունը չկա, մեր придет и ուրախությունները благословение. չկա։ Если огорчение не Եթե придет, наша դժվարությունը жизнь не չկա, придет и հեշտությունը радость. չկա։ Если не придут трудности, не придет Երկուս իրար հետ է գործում մեր կյանքի մեջ։ все это действует параллельно в нашей жизни. Մի օրինակ բերեմ, ով է տեսել սպորտսմենը, որ առաջի տեղ է բռնել։ Кто видел спортсмена, который занял первое место? Գիտեք իր հաղթությունը ինչի մեջ էր։ Знаете, в чем его победа? Իր պարտության մեջ էր։ В его сложности. Որ ինքը ամբողջ տարի դժվարությունների մեջ անցավ, հետո եկավ հաղթության մեջ։ Что на протяжении года через трудности А он самое главное, прошел, что ничего нет. переборол и победил. В чем наша Շատ победа? անգամ եւ որ Աստված մի бан ասում, որ մենք գիտենք ինչի մասին է Տերը խոսում, ինչ հանդիմանություն է տալու Տերը։ И когда Господь говорит с нами, мы понимаем, чем Он обличает нас. Երբ որ Տերը խրատում է մեզ, երջանակ մեր ծնները թուլանում է, մենք թուլանում ենք, И когда Господь наставляет нас, тогда наши колени ու Տերը ասում է ослабевают. թուլացեք։ Но Господь говорит, не ослабевай, Ամեն մի տկարացեք, не ослабевайте, որ կարը չգլորվի այլ մանավանդ բժշկվի։ чтобы хромой не совратился, Հետևեցեք а խաղաղությանը։ исправился. Այսինքն այդ ամենի մեջ Աստված տալու խաղաղության մեջ։ И во всем этом Господь ведет к миру. Ամենի հետ եւ սրտության, որ առանց նրա ոչը Տիրոջը չի տեսնի։ Имейте святость и мир со всеми, и без этого никто не увидит Այսինքն ինչ Господа. ախրատում Աստված, Что Господь наставляет, որ սովորենք խաղաղության մեջ ապրել, чтобы научились жить в որ мире, սովորենք խրատ ընդունել, чтобы научились принимать որ наставления. առանց նրա ոչ մեկ չի տենա Տիրոջը։ Без этого никто не увидит Аминь. Господа. Սա Աստծո խոսքն է, сա Աստծո հացն է։ Это Слово Божье. Տերը Его ով хлеб. կանգնենք աղոթքի, Давайте привстанем на молитву. Տերը սոփի ամեն մեկից։ Благослови Господь каждого. Գիտեք, հետաքրիր է մարդու բնավորությունը, գիտեք ինչու՞մն է։ В чем заключается характер человека? Երկու կամ երեք երեխա ունեն չէ։ Когда двое или трое Եթե детей, մեկին ասում ես, если одному говоришь ասիկ խրատում ես։ Այդ մեկը մյուսին բասի բայինքը։ и наставляешь одного, он указывает на другого, а ему
Էդի մարդն է, Պետրոսին Հիսուսը ասեց լսի, ժամանակը գա, որ քո ձեռքերը կտարածես, քերքով մեջ կկապեն գոտիովը, դու կտաննանդ, ասմապա Հովանես ինչ կգարվի։ Иисус, когда Петру говорит, что тебя поведут, он спрашивает, Иоанну, что это не говорит, что ты самый грешный, говорит, что тебе нужно исправиться, чтобы меня Господь никогда не лицепрепятствует. И когда наставление Господне приходит в нашу жизнь, это не говорит о том, что мы плохие. И когда мы не принимаем наставление, сколько бы ты ни читал, не насытишься. Мы не будем насыщаться, если не будем принимать наставление. И когда мы принимаем Его наставление, мы видим, что даже через запятые Господь говорит с нами.